Ալավերդի եկեղեցամերձ հրապարակը այսօր վաղ առավոտից մարդաշատ է։ Ալավերդու Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տարբեր զգացողություններ են միախառնվել՝ հպարտություն, անհանգստություն, կարոտ եւ սպասում։ Համայնքը հրաժեշտ է տալիս ու բարի ճանապարհ է մաղթում իր երիտասարդներին, նրանց ճանապարհելով պարտադիր զինվորական ծառայության։ 2026 թվականի ձմեռային առաջին զորակոչի մեկնարկը տրված է։ Տասնյակ երիտասարդներ տարբեր բնավորություններով, տարբեր երազանքներով, բայց նույն պատասխանատվությամբ պատրաստվում են կյանքի նոր փուլ մտնել։ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ։ Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Շաղոյանը աղոթք է բարձրացնում զորակոչիկների խաղաղ ու անվտանգ ծառայության համար, նրանց մաղթելով ուժ, համբերություն, տոկունություն ու հավատ։ Իրենց ուժերին հավատ առ հայրենի Սուրբ եկեղեցին, որից հետո նրանց հանձնվեցին օրհնված խաչեր։ Եվ մի տանից մեզ փորձություն, այլ փրկյաց մեզ ճարեք, Զիքոյ արքայություն և զորություն և փառք հավիտյանս ամեն, Աստված պահապան ձեզ, խաղաղ գնանք, խաղաղ ետքը։ Այս մեջտեղի ճանքով դուրս է։ Զորակոչի հանդիսավոր արարողությանը ելույթներ ունեցան Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Ալավերդու հոգևոր հովիվ Տեր Միքայել Քահանա Շաղոյանը։ Նրանք օրվա առթիվ նորակոչիկներին շնորհավորեցին, բարի ու խաղաղ ծառայություն մաղթեցին։ 20 ամիս մենք սահմանային միջադեպեր չունենք։ Արվել է առավելագույնը, հնարավորն ու անհնարը, որ մենք ունենանք այս 20 ամիսը ու կարծես խաղաղությունը աստիճանաբար մեզ համար դառնում է կենսակերպ։ Հիմա էլ արվում է առավելագույնը, որ այս 20 ամիսը դառնա 120 ամիս, 120-ը դառնա հարատև, հարատև, կայուն և ամուր խաղաղություն։ Մինչև իմ խոսքը սկսելը կուզեմ ծափերով ողջունենք այն տղաներին, ովքեր այս պահին ծառայում են հայոց բանակում։ Ես ծնողներին մաղթում եմ համբերություն, արդեն քիչացել է ժամկետը, տարի ու կես, որը ավելի է թեթևացնելու ձեր սպասումները և վստահ եմ, որ մեր տղաների համար շատ արագ է անցնելու այդ տարի ու կես ժամանակը։ Ձեզ մաղթում եմ բարի ծառայություն, բարի վերադարձ, գնում եք տղամարդ, վերադառնալու եք կոփված տղամարդ։ Բոլորիդ բարի ծառայություն եմ մաղթում։ Բոլորի շուրթերին աղոթք է առ Աստված, որպեսզի Տերը խաղաղություն պարգևի Հայաստանին և համայն աշխարհին։ Մաղթում ենք ձեզ ուժ, կարողություն, եռանդ, արիություն։ Դուք գնում եք համալրելու հայոց բանակի շարքերը։ Մեծ առաքելություն է ձեր առջև դրված, լինել պաշտպան հայրենյաց, որովհետև հենց ձեր պաշտպանության կարիքը մենք ունենք առօրյա կենցաղային մեր կյանքում։ Ավանդույթի ուժով ելույթ ունեցավ նաև Ալավերդցի Լաուրա Տատիկը, որը արդեն երկար տարիներ մի առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ ընդունում ու ճանապարհ է գցում համայնքի նորակոչիկներին։ Ինչպես ասաց պարոն Ջամալյանի, ես գեներալ Լաուրա Տատն եմ Սանայի կայարանից։ Շնորհակալ եմ, որ ես արդեն երկար տարիներ է, որ իմ հայրենասիրական ոգով, բարի մաղթանքներով, աղոթքներով, գումարով ուղարկում եմ ծառայության և վերադառնում են ապահով։ Ծառայության մեկնող տղաներին Ալավերդու համայնքապետարանի կողմից հանձնվեցին առաջին անհրաժեշտության պարագաներով լցված փաթեթներ։ Լավ տրամադրությունով գնում ենք, լավ տրամադրությունով վերադառնանք։ Գնանք մեր հողը պաշտպանենք, ինչ ասեմ, գնանք գանք էլի։ Իսկ ո՞րն է ամենադժվարը այս պահին քո համար։ Ամենադժվարը ծնողներիս հետ հրաժեշտ տալը, և ընկերներիս։ Լավ տրամադրությամբ, կարծես տրամադրությամբ ու ամենակարևորը դուխով։ Զորակոչիկների աչքերում այսօր միաժամանակ կա երիտասարդական անհոգություն և տղամարդկային լրջություն։ Շատերի համար սա առաջին երկարատև բաժանումն է ընտանիքից, գուցե սիրելի աղջկանից ու ընկերներից։ Պատանեկան խանդավառությամբ երդվում են, հնարավորության չափով մշտապես կապի մեջ լինել, ոգևորել ու քաջալերել։ Քաջ գիտակցում են պարտք ունեն հայրենիքին հանձնելու, երկիրն ու սահմանը պահելու հերթը իրենցն է։ Շատ լավ եմ գնում ծառայության,
ուզում եմ խաղաղ լինի ու բոլորս է գնանք ծառայենք, հետ գանք մեր ծնողներին հասնենք։ Իմ ծնողներին, իմ հարազատներին, իմ սիրած աղջկան, բայց ես շուտով հաստատ գալու եմ իմ ծնողներին հասնեմ իմ սիրած աղջկաներ։ Իմ ընկերներին եւ բարեկամներին բարի ծառայություն, բարի վերադարձ, բոլորը լավ գնան, լավ գան, ուրախ գնան, ուրախ գան։ Ցանկանում եմ, որ սաղ զինվորներն խաղաղ երկնքի տակ ծառայություն կան հասնեն իրենց ծնողներին։ Այսօրը հատկապես հուզիչ է ծնողների ու հարազատների համար։ Ծնողները իրենց որդիներին բանակ են ճանապարհում ոչ միայն անհանգստությամբ, այլ հպարտությամբ։ Մայրերի խոսքում այսօր հույզերը ավելի են, քան բարձրագույն բառերը։ Ուրախ եմ, կուզեմ, որ խաղաղ լինի, բոլորը գնան ծառայեն։ Ամենակարևորը խաղաղությունը։ Մի քիչ հուզված ենք, բայց նաև բարի մաղթանքներով, բարով գնան, վերադառնան։ Առողջ խաղաղ ամփոփանք։ Թող այ աշխարհին լինի խաղաղություն, որպեսզի երբեք չկրկնվեն անցյալի կատարված սխալները, հպարտությամբ ծառայեն ու վերադառնան բոլոր տղաները։ Ավելի դժվար է երևի այն, որ չես գիտակցում, որ այնքան մեծացել են, որ քո տարիքի եղբայրներդ պետք է գնան ու քեզ պաշտպանեն, որպեսզի դու քո առօրյան կարողանաս նույն ձև կազմակերպել հանգիստ։ Իրենց թորնիկներին բարի ճանապարհ մաղթելու եկած այս տատիկ պապիկները անասելի հպարտ են, որ առողջ ու զինվորական ծառայության համար պիտանի զավակ ունեն, ով բարձր է պահելու հայ զինվորի պատիվը։ Նրանք ավելի հեշտ են խոսում, քանզի նրանք արդեն իրենց զավակներին բանակ են ճանապարհել, փորձը ավելին է։ Շատ հպարտ եմ, որ երկու թորնիկ եմ ուղարկում բանակ։ Աստվածյան կրանալի երկական ունենան, բարով գնան, բարով գան։ Աշխարհի խաղաղություն ունի, բարով գնան ծառայեն, վերադառնան իրենց ընտանիքներին։ Ամենակարևորը աշխարհի խաղաղությունն է։ Թորնիկ եմ ուղարկում բանակ, ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, բարի վերադարձ, բարի ճանապարհ, բարի վերադարձ բոլորին։ Բարով ծառայեն, բարով ետ գան, ինչ են ասել։ Եկեղեցի ստանան կողնություն։ Մեր լավ տղեկ հերոս տղեկ են, լավ կծառայեն, հույսով ենք, լավ էլ կգան իրենց տուն կներկայանան, ինչ էլ է։ Բարով գնան, խերով գան։ Մենք աշխարհը խաղաղ լինի, ամենակարևորը։ Մեր երեխեք իրենց պարտքը կատարեն։ Այսօր այստեղ շատ չասված բառեր կան։ Բոլորն էլ հասկանում են, սա ժամանակավոր բաժանում է, բայց ամեն բաժանում ունի իր դժվարությունը։ Ալավերդու այս հրապարակը, որ անուն չունի, այսօր հերթական անգամ սկսվեց ու ավարտվեց զորակոչիկների ալավերդցի պատանիների բանակ մեկնելու հրաժեշտի արարողությունը, բայց սկսվեց սպասումը, սպասում լի հույսով, աղոթքով ու հավատով։ Ինչու ուրեմն անանուն այս հրապարակը, որտեղ տասնամյակներ շարունակ հույզերի ու բաժանումների փոթորիկներ են լինում, որտեղ տասնյակ հազարավոր տղաների համար պատանեկան կյանքի ու զինվորական ծառայության մեկնարկի ջրբաժան է եղել, չանվանակոչել զինակոչիկների, նորակոչիկների կամ պարզապես հայոց բանակի հրապարակ։ Ինչևէ դեռևս անուն չունեցող ու ոչ պաշտոնապես եկեղեցամերձ այս հրապարակից տղաների կատարած յուրաքանչյուր քայլը դեպի դուրս արդեն ծառայություն է։ Ծառայություն ընտանիքին, այս հրապարակը լցրած ծնողներին, տատիկ պապիկներին ու հարազատներին, ընկերներին, սիրած աղջկան, հայրենի բնակավայրին ու վերջապես հայրենիքին։ Ալավերդին ձեզ ճանապարհում է հպարտությամբ եւ սպասում է ձեր վերադարձին։ Բարձրաձայն կամ իրենց մտքերում ասում են հրաժեշտ տվողները, իհարկե շատերը թաց աչքերով։ Մանանա Վարոսյան, Դավիթ Թամազյան, անկյուն գումարած 3 հեռուստաընկերություն։